Հարց սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մարտի 23-ն է, եւ սա թվով մեր երկրորդ հաղորդումն է, քանի որ շատ կարևոր հարցեր առաջացան քննարկելու, հետաքրքիր չափազանց, դրա համար որոշեցի ձեզ համար պատրաստել այս հաղորդումը։ Հիմնական թեմաները Վլադիմիր Պուտին Փաշինյան հեռախոսազրույցն են, Սախարովայի անհեթեթ հայտարարությունները, ինքը փորձեց իր խելքով հարված հասցնել Փաշինյանին, այսինքն իր խոսքերով, նաև սեպ խրել հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, հստակ կոնֆլիկտածին հայտարարություն անելով, բայց դուրս եկավ այնպես, որ իր հայտարարությունը շրջվեց իր իսկ դեմ եւ հիմա արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջում է պատասխան, քանի որ փաստացի Սախարովան Ալիևին մեղադրել է, այսինքն ոչ թե մեղադրել, այլ փաստն է ներկայացրել, որ Հեյդար Ալիևը KGB-ի գործակալ էր։ Բայց այդ ամենը կապել է Հայաստանի հետ եւ շատ հետաքրքիր է այս հարցին անդրադառնալ, ինչպես նաեւ Իրանի թեմայով շատ լուրջ եւ կարեւոր զարգացում ունենք։ Թրամփը այնպիսի մի հայտարարությամբ է հանդես եկել, որ այդ հայտարարությունը միանգամից ազդել է համաշխարհային նավթի գաների շուկայի վրա, շատ լուրջ ազդեցություն ունեցել, փաստացի ակնարկելով, որ կարող է պատերազմը 5 օրերի ընթացքում ավարտվեն։ Չնայած որ Իրանի արտգործնախարարությունը եւ պետական լրատվական գործակալությունները հերքում են այդ ամենը, փորձենք հասկանալ, թե ինչ հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը եւ իրականում ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման կոչ եմ անում ձեզ սիրելի հայրենակիցներ բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայքի կոճակը, ինչպես նաեւ կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները հաղորդման տակը։ Սկսենք Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից։ Ըստ հաղորդագրությունների տվյալ հեռախոսազրույցը տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հարցերը։ Անկեղծ ասած շատ կասկածում եմ, որ կոնկրետ այդ հարցերն են քննարկվել։ Իմ պատկերացմամբ շատ ավելի ուրիշ լուրջ հարցեր են քննարկվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահի միջև։ Դե լավ, քանի որ պաշտոնական հաղորդագրությունը դա է եւ այլ փաստեր մենք չունենք, բավարարում ենք դրանով, քանի որ ուրիշ կարևոր հարցեր ունենք քննարկելու եւ ես դրա վրա այս բայդրությամբ չեմ ուզում ժամանակ ծախսել։ Ամենակարևոր հարցերից մեկը Զախարովայի հարց պատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությունն էր։ Այդ հայտարարությունից հստակ երևում է, թե ինքը ինչքան մեծ ատելությամբ է լցված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Լրագրողը, երբ որ Զախարովային հարց են տալիս Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, հարց պատասխանի մասին Եվրոպական խորհրդարանում, որտեղ որ նա անդրադարձել է եկեղեցականների հարցին, նշելով, որ նրանք KGB-ի գործակալներ են, նրանց մի մասը նախկին KGB-ի աշխատակիցներ են եղել, Սախարովան ասել է, որ Հեյդար Ալիևի մասին է խոսքը, իբր Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում խոսել է Հեյդար Ալիևի մասին, ասելով, թե Հեյդար Ալիևը KGB-ի գործակալ է։ Ասեմ, թե ինչու է Զախարովան արել այդ հայտարարությունը։ Զախարովան ուզում էր ասել, թե Ադրբեջանի նախկին նախագահը Իլհամ Ալիևի հայրը նույնպես KGB-ի գործակալ է։ Եվ եթե հոգևորականներին Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, որ նրանք նախկին KGB-ի գործակալներ են, որոնք որ եկեղեցու բարձր պաշտոններ են զբաղեցնում, ապա Հեյդար Ալիևը նույնպես KGB-ի գործակալ է։ Հաստատին ինքը ուզում էր ասել, որ հոգևորականներին վիրավորելով, որպես նախկին KGB-իչնիկներ, նա վիրավորում է նաև Հեյդար Ալիևի հիշատակը։ Բայց քանի որ չմտածված շատ խոր ատելությամբ լցված հայտարարություն էր այդ հայտարարությունը եւ իր տափակ խելքով, քանի անգամ ասել եմ, չէ՞ որ տափակ մի տեսակ խելք ունի Զախարովան, իր տափակ խելքով ուզում էր դրանով վնաս հասցնել սեպ խրել հայ-ադրբեջանական կարգավորման մեջ, հարաբերությունների մեջ, փաստացի ճիշտ հակառակը ստացվեց, որ հիմա Ադրբեջանում բավականին լուրջ ձևով զայրացել են Զախարովայի այդ չմտածված հայտարարության վրա եւ Ադրբեջանի արտգործնախարարության մամլոյ խոսնակ Այխան Հաջիզադեն
փաստացի պահանջել է Սախարովայից մեկնաբանել, թե նա ինչ նկատի ունի դա ինչի նկատի ուներ դա ասելով։ Նա հստակ նշել է, որ այդ հայտարարությունը որևիցե չափանիշի չի համապատասխանում արտգործնախարարության մամլոխոսնակի։ Նա նաև նշել է, որ դիվանագիտությունը դիսցիպլինա է պահանջում եւ ճշգրտություն, ճշգրիտ պատասխաններ, այլ ոչ թե պետք է լարվածություն ստեղծի եւ փոխվստահությանը խնդիրներ հասցնի։ Եվ դրանից բացի նա ավելացրել է, որ այդպիսի հայտարարությունները փաստացի անհարգանք են Ադրբեջանի պետականությանը, ժողովրդի նկատմամբ եւ Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ։ Այսինքն փաստացի մեծ նոր սկանդալ ենք մենք տեսնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Երբ որ Զախարովան ուզում էր վիրավորել Փաշինյանին, բայց ստացվեց այնպես, որ վիրավորեց Ադրբեջանին, վիրավորեց Իլհամ Ալիևի հորը Հեյդար Ալիևին։ Տեսնենք, թե ինչ զարգացում կունենա այս ամենը, իրոք շատ հետաքրքիր է սերիալի նման հետևել։ Զախարովան այս անգամ իրոք գերազանցեց ինքն իրեն։ Հիմա խոսենք Իրանից։ Իրանի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում։ Դոնալդ Թրամփը արթնացել է, բարակ շատ հետաքրքիր ամբողջ աշխարհը ինտրիգայի մեջ գցող հայտարարություն է արել իր սոցիալական ցանցում, գրելով, որ վերջին 2 օրերի ընթացքում շատ արդյունավետ բանակցություններ են փաստացի տեղի ունենում Իրանի հետ, շատ արդյունավետ զրույցներ են տեղի ունենում եւ դրա համար ինքը 5 օրով հետաձգել է հարված հասցնելը Իրանի էներգետիկ համակարգին, էներգետիկ ենթակառուցվածքներին, ասում է Դոնալդ Թրամփը։ Դրանից հետո միանգամից իրանական թասիմ գործակալությունը հայտարարել է, որ որևիցե բանակցություններ տեղի չեն ունենում, ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լավ հասկացել են հետևանքների մասին, թե եթե իրենք հարված հասցնել Իրանի էներգետիկ համակարգին, միանգամից Իրանը շատ լուրջ հարված կհասցնի ռեգիոնի տարբեր ռեգիոնի երկրների էներգետիկ համակարգին։ Դրանից հետո միանգամից արձագանքեց նաև Իրանի արտգործնախարարությունը, Իրանի արտգործնախարարը հստակ նշեց, որ որևիցե բանակցություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այս պահի դրությամբ տեղի չեն ունեն։ Փաստացի թե թասիմ գործակալությունը, թե Իրանի արտգործնախարարը հերքեցին, որ նման բանակցություններ են տեղի ունենում։ Պատերազմը նույն ձևով ընթանում է այս պահի դրությամբ։ Հիմա կխոսենք, թե ինչ հայտարարություններ արել նաև, ինչ նոր նաև հայտարարություններ արեց Դոնալդ Թրամփը, քանի որ լրատվամիջոցներն էլ հիմա հարցեր ուղղեցին Դոնալդ Թրամփին եւ փաստացի Reuters-ն էլ հետաքրքիր տեղեկություններ է հրապարակում, ինչ բանակցություններ են ընթանում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, չնայած որ Իրանը հերքում է, բայց կարևոր է անդրադառնալ, որ անդրադառնալ նաև պատերազմական գործողություններին, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ F-15 ինքնաթիռ եւս կորցրել է Քուվեյթի վրա, դրանից բացի Իրանը հայտարարում է, որ անօթաչու սարքեր է կարողացել խոցել եւ բավականին լուրջ հարվածներ են այսօր առավոտ հասցվել Իրանին, այս մասին մենք խոսել ենք մեր նախորդ հաղորդման մեջ։ Ես խոսում եի այն մասին, որ առավոտյան շուտ թիրախավորվել էին Իրանի էներգետիկ համակարգերը, երևի 1-2 զգուշացնող հարված է հասցվել, իսկ հիմա մենք ունենք այս հայտարարությունը, որը որ արվեց Թրամփի կողմից։ Դրանից բացի Reuters-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնը տեղի է պահել նաև Իսրայելին բանակցությունների մասին Իրան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, եւ Իսրայելը նույնպես կհետևի Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակին եւ այս պահի դրությամբ չի թիրախավորի Իրանի էներգետիկ համակարգը։ Հետո քիչ առաջ Թրամփը արդեն լրատվամիջոցների առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որ Իրանը համաձայնվել է չստեղծել ատոմային ռումբ։ Նրա խոսքերով Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն 2 շաբթի եւ բանակցությունների ավարտին, եթե հաջող ընթանան բանակցությունները, Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ նավթի գները կնվազեն, կիջնեն, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողը Թրամփին հարցրել է, եթե դուք հարված հասցնեք Իրանի էներգետիկ համակարգին, ինչով է այն տարբերվելու
Ռուսաստանի հարվածներից Ուկրաինային։ Եվ Թրամփը ասել է, որ շատ են տարբերվելու մեր հարվածները։ Նա նշել է, որ ինքը իրեն շատ դուր չի գալիս այն ինչ անում է Ռուսաստանը, բայց իր արածը կտարբերվի Ռուսաստանի արածից։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի համարում Մոջթաբա Խամեյնիին Իրանի առաջնորդ։ Եվ մենք քիչ առաջ նաև ստացանք տեղեկություններ, որ բանակցությունները փաստացի ընթացել են Թուրքիայի, Պակիստանի եւ Եգիպտոսի բարձրաստիճան միջնորդների միջոցով։ Այսինքն Թուրքիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ եւ հետո բանակցել են Քուշների եւ Վիտկոֆի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, Թրամփի բանականացների հետ։ Եվ դա արդեն հույս է ներշնչել Թրամփին, որ այս բանակցությունները կարող է լավ ավարտ ունենան, դրա համար Թրամփը այսպիսի հայտարարություններ է անում, բայց այս պայմանությամբ մենք տեսնում ենք ճիշտ հակառակ հայտարարություններ Իրանից։ Միգուցե տոնայնությունը փոխվի նաև Իրանից, բայց այս պայմանությամբ, ես որ անում եմ այս հաղորդումը, մենք ունենք այդ տոնայնությունը, որ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի հասկացան, թե ինչ կլինի տարածաշրջանի երկրների հետ, իրենց էներգետիկ համակարգերի հետ, դրա համար իրենք հրաժարվում են հարված հասնել Իրանի էներգետիկ համակարգին։ Դրանից բացի շատ կարևոր հայտարարությամբ հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա խոսքերով 22 երկիր, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, նաև Հարավային Կորեան, Ճապոնիան իրար հետ հիմա խորհրդակցում են, թե ինչպես բացեն Հորմուզի նեղուցը, ինչպես ներգրավեն այդ ամենի մեջ, այդ գործընթացի մեջ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ շատ հետաքրքիր հաղորդում էր, քանի որ հնարավոր է իրոք պատերազմ ավարտվի Իրանի շուրջ, նաև մոռացա ասելու, որ Թրամփին հասցրել են, թե ինչպես ատոմային ծրագիրը կլուծվի, Իրանի հարցը ինչպես կհամոզվենք, որ ատոմային զենք այլևս Իրանը չի ստեղծի, նա ասում է, որ շատ հեշտ մենք կգնանք եւ կվերցնենք այդ հարստացված ուրանը բանակցությունների արդյունքով։ Այսինքն, եթե բանակցությունները լավ ընթանան, Ամերիկայի Միացյալ Նահանգներին թույլ է տրվելու, որպեսզի իրենք կարողանան գնալ եւ ինքնուրույն վերցնել այդ հարստացված ուրանը։ Եվ ահա մոտավորապես այս ձևով կարող է ավարտվել պատերազմը Իրանի, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Հորմուզը կրկին վերաբացվելու է, Իրանը չի ունենալու ատոմային ծրագիր։ Իսկ այս հայտարարությունը, որ ինքը չի ճանաչում Մոջթաբա Խամեյնիին որպես Իրանի առաջնորդ, դա էլ բավականին հետաքրքիր հայտարարություն է, բայց ամենայն հավանականությամբ ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, ուղղակի պայմանավորվեն, որ Իրանը իրեն ավելի չափավոր չափի մեջ է պահելու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցեին անելով հայտարարություններ եւ գործողություններ։ Իմիջայլոց տեղեկություններ ստացանք, որ Իրաքից Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ռազմաբազաներից էվակուացնում է իր զինվորականներին, այս պայմանությամբ Իրաքից դուրս է հանում։ Եթե դա էլ պայմանավորվածությունների մաս է, սա շատ հետաքրքիր է, բայց համոզված չեմ եւ չեմ կարծում, որ դա այդպես է, ուղղակի շատ հետաքրքիր ձևով այս պահեդությամբ ամանկավ, քանի որ այդ Իրաքի միլիցիան անընդհատ հարվածներ էր հասցնում, այդ ամենը շատ հետաքրքիր ձևով ամանկավ։ Ամեն դեպքում արդեն որ խոսվում է խաղաղության մասին, դա բնականաբար շատ լավ է մեր տարածաշրջանի համար։ Ուղղակի այս պատերազմի ավարտով հույս ունենանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը տարածաշրջանում ոչ թե կթուլանա, այլ կամրապնդվի, քանի որ դրանից է կախված խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես նաեւ TRIP ծրագրի ապագան Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների ապագան նույնպես, ինչպես նաեւ դա միանշանակ ազդեցություն կարող ունենալ նաեւ Հայաստանի անկախության, ինքնիշխանության վաղվա ընտրությունների վրա նույնպես։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։